իշխանափոխության ծրագրից ինչ կա, որ փուլում է։ Բոլոր գնահատականները, դիրքորոշումները այս իշխանության, էության եւ բնույթի մասին շարունակում են մնալ ուժի մեջ։ Շարունակում են պնդել, որ այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար։ Հետևաբար, այս նոր գումարման խորհրդարանում, այս նոր փուլում, այս իշխանության գոյության պայմաններում, մեր երկրի առջև կանոնած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլ դրանք օրեցօր ավելանում են, հետևաբար իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգ։ Ինչպես պետք է հասնենք դրան, խորհրդարանում այսօր կա նաև մեկ խոշոր խմբակցություն։ Կան արտախորհրդարանական ուժեր, կան շահագրգիռ ուժեր իշխանափոխության հարցում։ Այս բոլորի հետ պետք է քննարկենք, համախմբում ստեղծենք ճանապարհային քարտեզ եւ փորձենք հասնել մեր նպատակին։ Այդ քննարկումները այս փուլում կա, կոնկրետ մենք ունենք մեր պատկերացումները, բայց դա հրապարակայնացնելուց առաջ ճիշտ կլինի այդ օրակարգի շուրջ լինի համաձայնություն։ Ես կարծում եմ դրա գլխավոր բախման, այսպես ասած, իվենտները լինելու են սահմանադրության փոփոխության հարցը, առաջիկայում այս իշխանությունների կողմից նախապատրաստվող հանձնումների հարցը, դա կլինի անկլավների տեսքով կամ այլ տեսքով, այսինքն ծանր խնդիրներ կան մեր առջև կանգնած, եւ այս իշխանությունը մի կողմից ժողովրդին եւ դաշտը պատրաստում է այդ զիջումները իրականացնելու համար։ Մենք էլ պետք է անենք հակառակը, ստեղծենք դրան դիմագրավող համակարգեր, որ կարողանանք թույլ չտալ եւ հասնել իշխանության։ Ցավոք Արցախի ժամանակ չեղավ, դրա արդյունքում կորցրեցինք նաև Հայաստանից եւս 200 կիլոմետր կառույցի տարածք։ Եթե հիմա չլինի, ավելին ենք կորցնել։